Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանն է, բարև ձեզ պարոն Մերաբյան, շնորհակալություն ընդունելու համար։ Անդրադառնանք երեկվա իրադարձություններին, մեր հարցազրույցի պահին առայժմ քննվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը, դուք ընդհանուր այս process-ի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց փորձում է միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին, եթե դուք ձեր ձևերով չկարողանաք, մենք կմիջամտենք։ Թվում է հրապարակային դաշտում դրան հետևած հայտարարությունները եւ իրադարձությունները մակերեսին են եւ արդեն իրողություն են ձևավորել, որին պետք է հետևեն համարժեք քայլեր, գործողություններ եւ քրեա իրավական գնահատականներ։ Մեկ երկրորդը պետք է այնուամենայնիվ այդ չափազանց ուշացած որոշումը կայացվի հեծի ազգայնացման հետ կապված։ Սա ուշացած որոշում է, բայց ցավոք սրտի առաջի անգամը չէ, երբ մենք որոշումները ժամանակին ընդունելու փոխարեն ընդունում ենք ուշացած, բայց լավ է ուշ քան ավելի ուշ, հա, այս տարբերակով եւ ոչ միայն հեծը, այլև ռուսական պետության հետ աֆիլիացված ընկերությունների, մանավանդ մոնոպոլ ընկերությունների հարցերը պետք է արագ լուծվի, որովհետեւ դրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը եւ ես իշարած դրանց տեսնում եմ նաեւ RЖD-ն, հա, որ ըստեյության քանի մեր երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչը RЖD-ն է, մենք այդ խաղաղության խաչմերուկ չենք ունենալու, մոռացեք, նրանք այստեղ են, որ դուք ոչ թե ունենաք, այլ որ դուք չունենաք, այն 9-րդ կետը իրենց մոտ որ քոր է գալիս նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քոր է գալիս, քանի այստեղ է RЖD-ն, հա, RЖD-ն երբ որ դուրս գա, այլևս դա կդառնա անիրատեսական ցանկություն եւ այդ ցանկության մոտիվներն էլ կգոլորշիանան, բացի դրանից էլ մենք պետք է նոր կառավարիչ, նոր ներդրող կառավարիչ հրավիրենք Հայաստան, որը կարդիականացնի այս ցանցերը, ոչ թե մենք կունենանք պատկեր, երբ քո կաբելները փսլինքի պես կախված են տարիներով, իսկ դու եկեղեցու կողքին ես։ Դե պատահական է Կարապետյանը եկեղեցու կողքին հայտնվել հենց այս շրջանում, երբ վարչապետը հստակ հարց է դրել Կտրիչ Ներսիսյանի հեռացման հետ կապված, մեկ էլ հանկարծ Ռուսաստանից դեսանտ է իջեցվում աջակցություն մայրաթորել։ Այս ամենը ուղղակի ընտրված էր պահը, հաշվի առնելով, որ Հայաստանը հունիսի 12-ի 13-ին սկսված պատերազմի բերումով ներկայումս խոցելի վիճակում է, որովհետև հարավային ուղղությունը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորագույն ուղղություններից մեկն էր, եւ հիմա այդտեղ օբյեկտիվ պատճառներով թե օդային, թե ցամաքային հաղորդակցությունը խաթարված է, դա փաստ է, իսկ դա նշանակում է խաթարված է կապը ասիական շուկաների, կենտրոնական Ասիայի հետ, այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում, հա? Եվ նրանք համարեցին, որ հենց հիմա է պահը փորձել հարված հասցնել։ Եվ իրենց մտածած ծանր հրետանին բերեցին մեջտեղ, բայց ծանր հրետանի էլ չէր, էլի, մի հատ, չգիտեմ, աբրեզ էր, էլի, այսպես ասած, մի թեթև գմփած, բայց կրակոց չեղավ, կրակոցը փուչ էր,
եւ տեղի ունեցավ անհարմար բան, տեղի ունեցավ ինքնալյուստրացիա, միանգամից օպերատիվ կերպով արձագանքեցին Ռուսաստանի արտգործնախարարությունը, ռուսական պրոպագանդայի, ֆաշիստական պրոպագանդայի գեներալիտետը, նույնիսկ մի այսպես այդ ռուսական պապսայի ներկայացուցիչ, երկհան, հա, որը զարմացած չէ իրենց երկրում տեղի ունեցածից, բայց զարմանում է, շոկի է ենթարկվում։ Շոկ, այո, եւ այլ հուզիչ բաներ, դա էլ այն հերթապահ մարգոներ, բան եւ այլ, դրանք կան ու կան։ Ինչ ընդ որում ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ շատերի մոտ տեքստերը հետեւյալ ձևով էին կառուցված, որ Սամվել Կարապետյանին եւ հայ եկեղեցուն են իրենք պաշտպանում, հասկանում եք, համատեղ։ Ասես լրիվ Սվյատոյ Սամվել վիճակ մի հատ։ Դե այդ ամենը ցույց է տալիս, թե ովքեր են այս իրավիճակի, ստեղծված իրավիճակի շահառուները, նաև ցույց են տալիս այն հավաքվածները, որում պերսոնալ կազմը, հա, ովքեր էին հավաքված իբր ի պաշտպանություն, այնց ոնց բոլոր ագենտները տարել։ Այո, ռուսական 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը։ Խորհրդարանում էլ մենք տեսանք այդ կրկեսի արարներից մեկը եւ դա էլ ենք տեսնելու դաշնակ-մաշնակով եւ այլն։ Այս ամենը օրինաչափական է եւ ցույց է տալիս մի բան, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյունը պետք է ինստիտուցիոնալ առումով ուղղակի վերացվի։ Այդպիսի գործունեությունը չի կարող Հայաստանում լինել լեգիտիմ։ Հա? Պայմանական Սամվել Կարապետյանը Հայաստանում այո չի կարող գործել միանգամայն օրինական հիմքերով, անունն էլ դնելով, որ օգտվում է ժողովրդավարությունից։ Ժողովրդավարությունից գնացեք ձեր Մոսկվա-Բադում օգտվեք, եթե կարող եք։ Կարող էր օրինակ Սամվել Կարապետյան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանկարծ այսպիսի կոչեր հնչեցնել եւ ինչ ճակատագիր կունենար։ Ինքը Forbes-ի առաջին տողերից միանգամից կվերածվի բուտիրկայի արեստանտ բոմժի, ընդհանրապես հաշված ժամերի ընթացքում։ Պարոն Մերաբյան, սա առաջին փորձը չէ Ռուսաստանի մարդ գործուղելու։ Ռուբեն Վարդանյանից սկսած մենք այս պատկերը տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է որոշակի փոփոխություններ անել, ինչու որոշակի իշխանափոխության փորձեր անել Հայաստանում, ընդհանուր նաև հեղաշրջման։ Դուք ինչ դիտարկումներ ունեք սրանով կանգ կառնի, թե կլինեն հաջորդները եւ ինչքանով վրացական սցենարը կարող է Հայաստանում հաջողել։ Չի կարող հաջողել Հայաստանում վրացական սցենարը, ուղղակի չի կարող, որովհետև վրացական Թավշյա հեղափոխության գլխավոր սխալներից մեկն էր, որ դեօլիգարխիզացիա տեղի չունեցավ։ Եվ սա դաս պետք է լինի հայկական հեղափոխության համար։ Մեկ։ Երկրորդը, այո, ռուսները ձեռք չեն քաշելու այն գառարմորթի հագած գայլերին ստեղ ուղարկելու մտքից եւ շարունակելու են ինչպես Կիրիենկոյի նշանակման մասին հրապարակման մեջ էր գրված տեղեկատվական դաշտում եւ այլն եւ այլն այդ այսպես կոչված լրատվամիջոցներին ընդհանրապես պետք է զրկել ակրեդիտացիայից վարքականon պետք է սահմանել լրագրողական վարքականon
պետական մարմիններում ակրեդիտացված լրագրողների եւ վարքականon խախտողներին պետք է զրկել այդ ակրեդիտացիայից։ Տեսեք, Ամերիկայում ազատ շփվում են, չէ՞, բայց լրագրողները պատկերացնում եք, որ ասենք իրենց այդ ձև պահեն, ասենք կոնգրեսմենների հետ, նախագահի հետ, փոխնախագահի հետ, նախարարների հետ, կամ ասենք թե ընդհատեն, կամ ինչպես ասում են, բերանին գան, չի կարող լինել նման բան։ Եթե նման ձևով վարվի, այս տեղում ուրեմն պահակային ծառայությունը, հա, միանգամից թևերը կոլորեն եւ կհանենք շպրտեն դուրս։ Նույնը պետք է ի վերջո սա պետությունը, չէ՞։ Եվ հաղորդակցության ձև կա։ Դեմ բարակայում, երբ լրատվամիջոցների մեծամասնությունը այդ համակարգի ազդեցության տակ է իշխանում։ Եվ երկրորդը, այո, մենակ խոսում են, չգիտեմ, ֆինանսական թափանցիկության մասին, բայց գնացեք ստուգեք, հետևներից գնացեք։ Այսինքն մենք պահանջում ենք, չէ՞, իշխանության թափանցիկություն, որտեղ թափանցիկ չի, մատ ենք թափ տալիս, ճիշտ ենք անում։ Բայց այդ պահանջողներն էլ իրենք պետք է հայտարարագրեն, չէ՞, իրենց եկամուտների աղբյուրները, ֆինանսավորման աղբյուրները եւ այլն եւ այդպես շարունակ։ Իմանանք լեգալ են, լեգալ չեն, եթե լեգալ են ումից են, հասկանանք ինչ է։ Հաջորդ այո, այդ ռուսական բիզնեսները Հայաստանում, սա լուրջ խնդիր է։ Եվ հիմա ուղղակի sense հրատապ կարգով, այո, հեցի աշխատակիցներին հիմա պետք է պետությունը մինչև այս ազգայնացման հարցի լուծումը, այո, պետք է վերցնի իր պաշտպանության տակ, որպեսզի նրանց փողոց չհանեն։ Իդեպ կա ասաց Խուդացյանը, որ այդպիսի տեղեկություններ ունեն։ Դες տեղեկություններ կա, գնացեք այդ տեղեկությունների հետևից եւ ոտերը ջարդեք նրա, որ նման տեղեկության պատճառը դարձել։ Որովհետեւ դա քրեական հանցագործություն է։ Հոդված է դա։ Հիմա պարոն Մերաբյան, մենք մի կողմից տեսնում ենք, թե ովքեր են Սամվել Կարապետյանի կողքին կանգնած երեկվանից, ովքեր են նրան աջակցում դրսից եւ մյուս կողմը։ Ձեր կարծիքով այս ուժերի հարաբերակցությամբ մենք ինչ կարող ենք ստանալ, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին եւ այլն, արդյոք իրավիճակն այդքան լուրջ է։ Քաղաքացիական պատերազմի համար պետք է հասարակությունը լինի պառակտված։ Մեր հասարակությունը պառակտված չի։ Մեր հասարակությունը բազմազան է եւ այդ բազմազանության շրջանակներում ունի ձև թե լուծումներ գտնելու, լուծումներ տեսնելու եւ բաց է խոսակցության համար։ Չկա նման բան։ Մինչեւ որ կարող է Ռուսաստանը գնալ ձեր կարծիքով։ Ռուսաստանը ուզում է թող գնա։ Մեծ համար առանցքային բառը գնալն է։ Ռուսաստանը այո պետք է գնա։ Ուր դե ուր ուզում է։ Մինչեւ ուր դե մինչեւ ուր ուզում է, բայց գնա։ Սա է խնդիրը։ Հիմա իհարկե դժվար է, բայց մենք հիմա տեսեք արխիվում Թուրքիա այցն է։ Այդ այցը պլանավորվել է Տիրանայում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի ժամանակաշրջանում, որ այն ժամանակ որևէ մեկը չէր կարող նույնիսկ կանխատեսել, որ կասկածել կամ չոր, հա, որ կարող է նման բան տեղի ունենալ պատերազմ Իսրայելի եւ Իրանի միջեւ եւ որ այս ամենը փակվի եւ մեր համար փակվի ճանապարհը դեպի հարավ։ Տեղի ունեցավ այն, որ շաբաթ-նուրբաթից շուտ եկավ եւ հիմա պահանջվում են այո ոչ ստանդարտ լուծումներ։ Ուղղակի նայեք այն օդային միջանցքը, հա, որի այդ սկրինշոթը Flight Radar-ից շրջանառվում է Facebook-ում։ Ռուսաստանի օդային տարածքը այդ միջմայրցամաքային չվերթների համար անցանկալի տարածք է, որովհետև պատերազմ է,
Հայաստանի հայ-իրանական սահմանից հարավ ընկած հատվածը եւս փակ է պատերազմի պատճառով։ Մեր այս փոքր տարածաշրջանը վերածվել է միջ մայրցամաքային այդ ավիաչվերթների մի գերինտենսիվ շարժով մի միջանցքի։ Հիմա խնդիրն է, որպեսզի դա իջեցնենք գետնի վրա եւ այդպիսինը դառնա նաեւ գետնի վրա։ Դրա համար կան հնարավորություններ, բայց դրա համար անհրաժեշտ են համարժեք, կրկնում եմ, ոչ ստանդարտ քաղաքական որոշումներ։ Եվ այս այցը այդ իմաստով ձեռք է բերում առանցքային նշանակություն։ Ես իհարկե չեմ համարում, որ մի այցով լուծվող հարց է սա, բայց այս մի այցով, այո, կարող է շատ կարևոր process-ի եւ երկխոսության հիմք դրվի։ Եվ շարժվենք ըստ այդմ առաջ։ Իսկ մինչ այդ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք քանի այդ հարցերը արմատական լուծում չեն ստացել, պետք է Վրաստանի միջոցով ծովային տրանսպորտի օգտագործմամբ այլընտրանքային հաղորդակցության տարբերակներ ձևավորենք, հա, որովհետև այդ շուկաները, ասիական շուկաները մեզ համար շատ կարևոր են։ Այդ թվում նաև, այսպես ասենք, զգայուն ապրանքատեսակների համար։ Մեկ երկրորդը, հենց մեր այս հանդիպումից ընդամենը ժամեր առաջ տեղեկություն ստացվեց, որ այդ վերին լարս կոչված այդ անցակետում այս բերքահավաքի օրերին Ծիրանի ուրեմն արտահանումն է միտումնավոր խոչընդոտվում Ռուսաստանի կողմից։ Եվ այո, պետք է գնալ մոլդովական տարբերակով եւ այո, եվրոպական շուկայում տենց բացառության կարգով այո, խոսել այն մասին, որ այդ Ծիրանը վրացական նավահանգիստներից ուղևորվի դեպի եվրոպական շուկաներ մեր եւ Եվրամիության հարաբերությունների խորացման տրամաբանության մեջ, որ մենք այս շանտաժից դուրս գանք, որովհետև այս խոցելի իրավիճակում Ռուսաստանը դրսևորելու է իր առավել այլանդակ հատկանիշները մեզ համար խնդիրներ հարուցելու տրամաբանության մեջ եւ Սամվել Կարապետյան պայմանական այս եկեղեցու թեմաներ, այս ռոպագանդայի ոռնոցներ եւ կախկանձ, այս ամենը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ Ծիրանն էլ վերադիր։ Իսկ կարծում եք հասարակությանը ոչ ստանդարտ որոշումները բացատրելը հնարավոր է, որովհետև ինչ հայտարարվել են մասին, որ վարչապետը Թուրքիա է գնում, մի հակաքարոզություն է սկսվել։ Ռուսական քարոզչության հակաքարոզիչները այդ նույն աղբակույտն է, որը դեռ հնարավորություն ունի քարոզելու, հակաքարոզելու։ Ինչի՞ համար, որովհետև ձեր սիրելի կառավարությունը դա համարում է ժողովրդավարության մաս։ Պետության դեմ աշխատելը ժողովրդավարության հետ կապ չունի։ Պետության անվտանգությանը սպառնալիք լինելը խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետ կապ չունի, դա կապ ունի այդ ազատությունների վրա պարազիտանալու հետ։ Իսկ պարազիտներին այո պետք է վերացնել ինստիտուցիոնալ ձևով, օրենքա պետք, օրենք, չեք անում, գիտահետազոտական բացատրություններ եք տալի, թե ինչու չեք անում։ Ընդհանուր մինչև մեր ռուս գործընկերներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չի լինելու դա։ Ձեր ոնց ասեմ, դուք չունեք ռուս գործընկերներ, հասկանում եք։ Դուք գործ ունեք մի խափեփաների հետ, մի ավարտում տականքների հետ, որոնք ամեն ինչ անելու են
նույնիսկ ոչ թե իշահ իրենց, այլ ռուսերեն են ասում, իզվրեդնստի, էլի, ի վնաս մեզ միայն թե լինի, դա իրենց այսպես հոգեկան բավարարվածություն կպատճառի, որովհետև մենք հիմա տեսնում ենք Ռուսաստանը ուղղակի մի խելագարված վիճակում է իր անհաջողությունների ֆոնին, անհաջողության վրա, ինչը օրինաչափական էր, որովհետև պետք չէր այդ ճահիճը մտնել ժամանակին, մտել են դե ցանկացած շարժում ճահիճն ընկած մարդու համար ինչպես է ցանկացած շարժում ել ավելի է խորը թաթախում այդ ճահճի մեջ։ Նաև ներսում չկան խնդիրներ, օրինակ ազգային անվտանգության ծառայության պետի հեռացումը երեկվա օպերացիայից հետո ընդհանրապես հաշվի առնելով այդ կառույցի կարևորությունը մեր երկրում, երբ այսպիսի կարևոր պահին օրինակ ծնծախողում է իր գործունեությունը եւ վարչապետին է մեջբերում, իր հրամանը չի կատարում։ Սա ինչ խնդիրներ է իր մեջ պարունակում։ Սա լուրջ խնդիր է, ինչ է նշանակում չի կատարում։ Այսինքն մենք մեր հարկատուների հաշվին հատուկ ծառայություն ենք պահում, որպեսզի չկատարի վարչապետի որոշումները, կարգադրությունները, թե կատարի։ Չհասկացա։ Բոստան չի։ Եվ վերջ այո, այդ կառույցը պետք է լուրջ արմատական ռեֆորմի ենթարկվի։ Մենք ունենք հետախուզության ծառայություն, մենք նաև պետք է ունենանք հակահետախուզության ծառայություն, մաքուր, ռուսական որևէ ազդեցությունից։ Այո։ Առանց որի այո մենք կունենանք վտանգված ազգային անվտանգություն։ Կա այսօր ռուսական ազդեցություն այդ կառույցում ձեր կարծիքով։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ դեռ մնացել է։ Իհարկե, էապես նվազել է, բայց մնացել է փաստորեն։ Փաստորեն կա մի ինչ-որ գիծ, որից այն կողմ անցնելն արդեն դժվար է եւ դրա վկայությունը մենք տեսանք։ Հիբրիդային պատերազմի դեմն ինչպես առնել այսօր շնորհիվ վարչապետն այդ մասին խոսեց։ Հիբրիդային պատերազմի դեմն առնելու փորձը ինստիտուցիոնալ փորձը գալիս է 2014 թվականից եւ շատ հարուստ փորձ է կուտակված Եվրամիությունում, Ուկրաինայում պետք է փորձի փոխանակում եւ պետք են բոլոր գործիքները դրա համար ինստիտուցիոնալ, օրենսդիր, օպերատիվ նաեւ այո տրեյնինգներ են պետք լրագրողների հետ, որ իրենք հասկանան ինչ բան է տեղեկատվական պատերազմ, ինչ բան է հիբրիդային պատերազմի տեղեկատվական կոմպոնենտ, դրա մասին արդեն ֆորմալիզացված գրականություն կա եւ աշխատանքներ, կենտրոններ, որոնք զբաղվում են դրանով։ Եվ իհարկե մեր պետության մեջ առայժմ այդ ռազմավարական հաղորդակցության ոլորտը չկա ուղղակի, հասկանում եք։ Եվ այս իմաստով օրինակ 21-րդ դարում մենք այդպես հեռու չենք գնա։ Երեկվա այդ հայտարարությունները Զախարովա, Իգոր Կրուտոյ, չգիտեմ Սալավյով, Մարգարիտա Սիմոնյան, այսօր Ֆիլիպ Կիրկորովն էր խոսում, ինչ-որ աջակցություն էր հայտնում, ինչ ազդեցություն է մեր հասարակության վրա այս ամեն ինչը թողնում, որովհետև խորը զզվանք։ Կարծում եք թե ինչ-որ սերնդի իմաստով որ Դա ինչ սերունդ։ Որը այդ պրոպագանդան է լսում, դա չէ, ստացիստերում աջակցված չէ։ Չէ։ Ավակ սերունդը նկատի ունեք, ավակ սերունդը երբ ձեր տարիքին էր ժամանակին Pink Floyd էր լսում, ջազ էր լսում, դրանք համարվում էին 4-րդ, 5-րդ կարգի բաներ, սովետի մնացուկ, չեմ կարծում։ Իսկ այս պահվածքը ուղղակի զզվելի է մանավանդ այն տեղի ունեցածի ֆոնին, հա, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ինչ տեղի ունեցել վերջին տարիներին, դա էլ ավելի է ուղղակի, տեսեք, եթե իշխանությունը միշտ այսօր էլ հենց վարչապետն ասում է, բայց ես աշխատանքային լավ հարաբերություններ ունեմ վարչապետի եւ նախագահի հետ Ռուսաստանի
եւ չեմ հավատում, որ նրանք նման բան կանեն։ Դե ես չգիտեմ սրան արդեն ինչ պատասխանել։ Ինչ որ մանյովը շետպես արտահայտվելով ավելի հակված են, որ սա քաղաքական հայտարարություն է, այլ ոչ թե փորձագիտական, բայց մյուս կողմից էլ վերջո ժամանակն է հասկանալ, որ այո, հենց այդ լավ աշխատանքային հարաբերություններ ունեցած այդ վարչապետն ու նախագահն էլ վերջին տականքն են եւ վերջին ստահակը, հանցագործներ, մարդակերներ, մանկասպաններ, մանկապիղծներ, որոնք այո նաեւ ընդունակ են Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ վարել եւ հրահանգներ տալ։ Այո, Կիրիենկոն էլ ում ենթականա։ Փողոցում չի նստում։ Այդ լավ աշխատանքային հարաբերություններ ունեցած նախագահի աշխատակազմի առանցքային անդամ է Kinder Surprise։ Դե ի վերջո լավ է, հասկացանք։ Բայց ծիրանները, որ դրել են այնտեղ, այդ լավ աշխատանքային հարաբերություններ ունեցող վարչապետի հետ կապված հարց չի առաջանում։ Սա լավ աշխատանքային հարաբերություններ է։ Չի կարող լինել ուղղակի լավ աշխատանքային հարաբերություններ մարդակերների հետ, ոնց բացատրել, ֆաշիստների հետ։ Կարող ենք ասել, որ Ռուսաստանը եւ աջակցող ուժերը, չգիտեմ, առանձին օլիգարխներ, ովքեր Ռուսաստանում են ապրում, այդպես էլ չընդունեցին 2018-ից հետո եղած իրողությունները, ու այսպես մանրականներ էին, որ հիմա հաջորդ ընտրություններին ընդառաջ փորձելու են պայթել։ Հաջորդ ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հայաստանում հասնել ռեստավրացիայի։ Տաշիր սամոների պայմանական միջոցով, հա, վերադարձնել նախահեղափոխական իրավիճակը Հայաստանում։ Դա կոչվում է ռեստավրացիա։ Երբ իրենք իրենց ձուկը ջրում են զգում, իրենց ձուկը ջրում, հա, այնտեղ են ֆիլոսոկրատներով, բանով, հա, գալիս այդտեղ հայ-ռուսական բարեկամություն եւ այլ մնացածը ինչ արվում է, ենթարկվում է այս ռազմավարական նպատակին, այդ թվում նաեւ էս ինչև ընտրություններ ընկած ժամանակահատվածում ինչ արել են եւ ինչ կանեն։ Այդ ամենը այդ մի բացատրությունն ունի, ուրիշ չկա։ Այո, որպեսզի Ռուսաստանը իր այստեղ ներկայությունը բան չանի։ Ես ասեմ ձեզ, որ Պրահայում վարչապետի այդ թեզերը, հա, որը հենց ամսի 13-ին էր, նոր հաշված ժամեր էր, ինչ պատերազմը սկսել, ինձ ամենևին էլ չբավարարեց։ Ի վերջո ռուսական զորքերը կրճատվել ենք, բայց չենք ուզում հանենք ամբողջությամբ։ Դե ինչ անենք, բերեք ցելոֆան քաշենք վրան, խազ չընկնի։ Չգիտեմ, հա Եվրամիությունն ուզում ենք, բայց դե հո մենք ինչ-որ ժամանակին ինձ կդնենք կընտրենք։ Չէ, ես հասկանում եմ այդ մտավախությունները, բայց եկեք գիտենք ինչի է ընդունակ Ռուսաստանը գուցե։ Գիտենք, այո, բայց այդ Ռուսաստանի այդ ընդունակությունները Հայաստանի ներսում առնվազն պետք է սահմանափակվի, որովհետև դա ռումբ է, որի վրա ամենօրյա վտանգ պարունակող ռումբ է, որի վրա մենք նստած ենք մնում, իսկ այդ ժամացույցն էլ չխչխկում է մեր տակը։ Երբ կտարակի, այդ կոճակը մեր ձեռքը չի, երբ ուզենան կտարակի, երեք կտարակեց գիշերը։ Իհարկե, դրանք արդեն ոնց որ ժամկետանց պայթուցիկներ են, հա։ Մենակ աղմուկն է, ձայն են հանում, հա, ձայն են հանում։ Վնաս չկա։ Այո, անդուր ձայն, զզվելի ձայն, մի քիչ էլ այլանդակ հոտ են գցում, բայց որ ասենք շատ վնաս են տալիս չէ, բայց եկեք չմոռանանք նույն ԱԱԾ-ն, որին մենք քննադատում ենք, երկու տերորիստական կազմակերպություն է չեզոքացրել Հայաստանում։ Այդ թվում նույնիսկ մեկն էլ, որը ըստ շրջանառվող եւ չհերքված լուրերի նաեւ ֆինանսավորվում էր Ռուսաստանում
Ուկրաինայում կռվելու համար նույն Սամվել Կարապետյանի կողմից, օրհնված էր կաթողիկոսի եղբոր կողմից, հա, մի քրեական կերպար կանգնած էր այդ ամենի գլխին որպես կուրատոր տեղում եւ զբաղված էին Ռուսաստանի հայերին Ուկրաինա տանելով եւ գլուխներն ուտելով եւ հետո երբ որ կրիմինալ ռազմորկաներ տեղի ունեցան եւ այդ քրեական պերսոնաժին պայթացրեցին Մոսկվայի էլիտար շրջաններից մեկում կաթողիկոսի եղբայրը մի այսպես ողբանվագ մի հայտարարությամբ հանդես եկավ որ սա հանցագործություն է մարդկության դեմ այս այլանդակությանը պետքա վերջ տրվի եկեղեցու հարցը ազգային անվտանգության հարցը այս բարեվարկությունը եկեղեցու ոչ թե նախասիրության այլ այո ազգային անվտանգության հարցը որովհետև այդ բարեվարկությունը գաղտնաբար խախտած հոգևորականները շատ արագ հայտնվում են Հայաստանի նկատմամբ թշնամաբար վերաբերվող պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եւ ենթարկվում են շանտաժի, այնուհետև հավաքագրվում եւ գործիքավորվում ընդդեմ մեր պետության։ Հայ առաքելական եկեղեցին գլոբալ կառույց է, ունի թեմեր աշխարհի 5 մայրցամաքներում։ Եվ այնտեղ բոլոր մեր եկեղեցական ներկայացուցիչները, հա, թեմի առաջնորդներ, ծառայողներ եկեղեցու պետք է բարեվարկության հարցում լինեն մաքուր, որպեսզի նման հնարավորություն այլ հատուկ ծառայություններին չթողնեն, որովհետև այդ գլոբալ կառույցի կենտրոնը Սուրբ Էջմիածինը, Մայրաթոռը Հայաստանի Հանրապետությունում է։ Եվ մենք կարող ենք լինել այդ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Դե հիմա նայեք էս մարդիկ ինչով են զբաղված։ Այն մեկը տերորիստ է օրհնում, այն մյուսը Ստալին է հիշում։ Այն մեկը հաղորդագրություն է տարածում, որ իրենց հայրիկ Կիրիլը, որ Մեհրի Բանալիևային մեդալ է տվել, հանգարց չքննադատեք, չի կարելի, մեր հայրիկն է, դե կներեք էլի չանեն։ Կամ ասում եմ մեր կուսակրոնություններ խնդիրը, որ Արցախը հանձնվեց էս։ Հա, չէ, դա աբսուրդ է, աբսուրդ, էլ եմ ասում, մենք կանգնած ենք հիմա մի փաստի առաջ, որ հոկտեմբերի 27-ին կրկնակի ողբերգություն է տեղի ունեցել։ Այո, մեր պետությունը գլխատվել է եւ հետո զավթվել կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ նույն օրը տեղի է ունեցել եկեղեցու բովանդակային նենգափոխման գործընթացի մեկնարկ։ Ինչի արդյունքները մենք հիմա տեսնում ենք։ Այո, եւ ստեղծվել է մի խմբակ, որը ներկայացնում է եկեղեցին, որը կապված է հավաքական, այսպես մեղմ եմ ուզում ասել, բարեվարկության հետ կապված լուրջ դեֆեկտներով եւ ինչպես ժողովուրդն է ասում, իրար բերան թքած, իրար պահում են, այո։ Եվ պահելու են մինչեւ վերջ, քանի այդ աղբից եկեղեցին եւ պետությունը չեն մաքրվել։ Եվ ես այստեղ ուզում եմ ամենակարևոր արձանագրումն անել։ Եկեղեցին հոգեվորականները չեն։ Եկեղեցին մենք ենք, հետևորդներն են։ Եկեղեցի հունարեն էկլեսիա նշանակում է ժողով։ Պետությունն էլ իշխանությունն ու կառավարությունը չի, էլի մենք ենք։ Թե եկեղեցականները, թե իշխանությունները, դրանք սպասավորներն են, համապատասխանաբար եկեղեցու եւ պետության։ Երկու կողմից հարց տվողները մենք ենք։ Շնորհակալություն պարոն Մերաբյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանն էր։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։